Ռոբոտի անունը ականազերծողը հենց ինքը իր անունը արդեն հուշում է, ականներ է փնտրում ու նշան է անում իր մեջ, ուրեմն մենք այդ մեխանիզմը սարքել ենք։ Ական փնտրող այս ռոբոտը 16-ամյա Դավիթն է ստեղծել ընկերների հետ։ Տղաները մի քանի անգում գիշեր են անցկացրել, որպեսզի հասցնեն ականազերծողին ներկայացնել ռոբոտաշինության հանրապետական մրցույթում։ 100,000 դրամ ենք ստացել խրախուսական մրցանակ եւ մեր խմբի աշակերտներով, մեր թիմի անդամներով որոշել ենք, որ ամբողջ գումարին մենք կառնենք այն անհրաժեշտ պարագաները, ինչ որ պետք է զինվորին եւ կուղարկենք սահման։ Ականազերծողի հեղինակները ռոբոտաշինության եւ բարձր տեխնոլոգիաների ակումբի սաներ են։ 2014-ին է ակումբը բացվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում։ Վանաձորցի պատանի ծրագրավորողները վստահ են, նորագույն տեխնոլոգիաների միջոցով կփոխեն աշխարհը, ավելի լավը ու հատկապես առավել անվտանգ կդարձնեն իրենց երկիրը։ Եվ ծրագիր գրելու եւ ռոբոտ պատրաստելու տարբեր հմտություններ են ձեռք բերում։ Իր առաջի խոչընդոտները նայում է, որպեսզի ասենք չխփի։ Հանրապետության 3-րդ քաղաքի ռոբոտաշինական նոու-հաուն վերջ կտա տնային տնտեսուհիների ամենօրյա չարչարանքներին։ Տան հատակը մաքրելու գործը պետք է միայն վստահել այս ռոբոտին։ Մաքրուհին գործունյա է, փայլել է ռոբոտաշինության մրցույթում։ Մասնակցել ենք ռոբոտներն առօրյայում այդպիսի մի մրցույթ էր կազմակերպված, այնտեղ մեր մաքրուհի ռոբոտին էինք ներկայացրել եւ գլխավոր մրցանակ շահեցինք։ Պատանիները շատ են ցանկանում կատարելագործել ռոբոտները զանգվածային արտադրություն հիմնել։ Ականազերծողին մարտի դաշտ ուղարկելու միտքը հանգիստ չի տալիս տղաներին։ Առաջի սարքելն է բարդը, եւ առաջինից հետո արդեն ինձ թվում է երկրորդը, երրորդը ավելի հեշտ է ու ավելի արագ։ Ծրագրավորողների խմբում եւս ապագա զինվորները հայրենիքի սահմանների պաշտպանության մասին են մտածում։ Հակոբի ստեղծած համակարգչային վերջին խաղը կոչվում է Արցախի համար։ Այն օրեցօր ավելի պոպուլյար է դառնում համացանցում։ Տարբեր տեղերից դուրս են գալիս թշնամիները, որոնք երբ որ հասնեն եւ հպվեն Արցախի դրոշին, իրենց միավոր կգա, բայց մենք այդ չպիտի թույլ տանք։ Մարիան էլ օնլայն դեղատուն է ստեղծել։ Համակարգչային այդ ծրագրի գաղափարը ծագեց դեղագետ քրոջ հետ զրույցների ժամանակ։ Գլխացավի կամ ատամնացավի դեպքում ինչ դեղ է պետք խմել, կամ եթե տանը դեղ ունեք, բայց չեք հիշում, թե ինչի համար է այն, կարելի է պարզել Մարիայի օնլայն դեղատանը։ Յուրաքանչյուր կերպարի սեղմելիս մենք իմանում ենք, թե որ տեղը, որ տարիքի, ինչ հիվանդությունների մարդկանց է օգտակար եւ որ տարիքի չի կարելի օգտագործել։ Մարիան համոզված է առաջիկա տասնամյակում, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ կգնվի ու կվաճառվի միմիայն օնլայն տիրույթում, իր գաղափարը լայն տարածում կգտնի։ Կարևորը որ իրենք ստեղծագործեն, իրենք մոտիվացիա ունենան եւ վերջնարդյունքը մեր խմբակի, որ շատ աշակերտներ մեր դպրոցը ավարտելուց հետո մտածեն, որ իրենց ապագան պետք է կապեն բարձր տեխնոլոգիաների հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ եւ համալրեն մեր խելացի ծրագրավորողների շարքերը։ Ռոբոտաշինության խմբակում սովորում են աշակերտներ Վանաձորի գրեթե բոլոր դպրոցներից եւ մոտակա գյուղերից։ IT սերնդի համար այս անկյունը ստեղծելու գործին աջակցել է նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը։ Հայաստան համահայկական հիմնադրամը մեզ շատ օգնեց, քանի որ այն ժամանակ մենք ունեինք ընդամենը 3 համակարգիչ եւ տեսնում եք ահագին լավ նոր համակարգիչներ մենք նվեր ստացանք։ Հայաստանում տարեցտարի ավելանում են դպրոցները, որոնք ռոբոտաշինության խմբակներ են բացում։ Պատանի ինժեներների բանակները մեծանում են։ Մշակվող յուրաքանչյուր 2 նախագծից մեկը երկրի ռազմական արդյունաբերությունը առաջ մղելու մտադրություն է։ Արցախյան քառօրյա պատերազմից հետո վանաձորցի պատանիների այս թիմն էլ որոշել է արագացնել ականազերծող ռոբոտի կատարելագործումը ու անցնել անօդաչու թռչող սարքի ստեղծմանը։